Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների Մոսկվայի հետ հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նա ասել է, թե Եվրամիությունը իբր որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում երկրի ինքնիշխանության հիմքում ընկած անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության եւ բարգավաճման ապահովման գործիքների առումով։ Միաժամանակ ըստ ռուսաստանցի պաշտոնյայի Եվրամիությունը ձգտում է Հայաստանն անջատել Ռուսաստանից, ամրապնդելով սեփական վերահսկողությունը երկրի նկատմամբ եւ այդ նպատակով իբր փորձում է օգտագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Բաքրատ arczepiskopos Գալստանյանը զրպարտության գործով հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, Սպուտնիկ Արմենիային հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Մյուս կողմից չբողոքարկվելու դեպքում դատական ակտն ուժի մեջ կմտնի։ Ըստ այդմ Մկրտչյանը պետք է Բաքրատ arczepiskopos-ին փոխհատուցի 600,000 դրամ զրպարտության եւ վիրավորանքի դրվագներով, հոգեորականը 3 միլիոն դրամի պահանջ էր ներկայացրել։ Հարություն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում Բաքրատ Սրբազանին անվանել էր ինքնասառեցված տերտեր, շեղված հոգեորական, մեկօրյա Օսամա Բեն Լադեն եւ այլն։ Կրթության նախարարությունը մայիսի 11-ի դրությամբ ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին 3 ահազանգ է ստացել։ Facebook-յան գրառմամբ հայտնել է նախարար Ժաննա Ալեքսանյանը, հավելելով, որ ահազանգերը դատախազություն կուղարկվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից եւ վերջին շաբաթների համեմատ ավելի լուրջ է քննարկում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը։ CNN-ին հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները։ Ըստ նրանց Թրամփին զայրացնում է հատկապես Հորմուզի նեղուցի փակ մնալը, ինչպես նաեւ այն, որ Իրանի ղեկավարության ներսում տարաձայնությունները Վաշինգտոնի կարծիքով խոչընդոտում են միջուկային բանակցություններում էական առաջընթացին։ Ըստ աղբյուրների մինչեւ Թրամփի Չինաստան կատարելիք այցը Իրանի հետ կապված քայլերի վերաբերյալ մեծ որոշում չի կայացվի։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոին վարակել է երազանքի թիմ եւ 2028 թվականի ընտրություններում հանրապետական կուսակցությունից հնարավոր թեկնածուներ։ Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառմանը նա ասել է, որ նրանց տեսնում է որպես նախագահի եւ փոխնախագահի թեկնածուների, սակայն չի պարզաբանել, թե ում որ պաշտոնում է տեսնում։ Միացյալ Նահանգներում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2028 թվականի նոյեմբերին։ Հայաստանում մայիսի 12-ից 16-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն այսօր ու վաղը 3-ից 4 աստիճանով կնվազի։ Երևանում նույնպես կարճատև անձրև է սպասվում, մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 24-ից 26, գիշերը 10-ից 14 աստիճան տաքություն։